Հարսնածորի լեգենդը սերիալի ավարտին հաշված օրեր են մնացել, և յուրաքանչյուր նոր դրվագ մեզ ապացուցում է, որ այս պատմության մեջ անհնարին ոչինչ չկա։ Այսօրվա զարգացումները լի էին թե անսահման ջերմությամբ և թե ճակատագրական ցնցող բացահայտումներով, որոնք վերջնականապես կփոխեն հերոսների կյանքը։ Սկսենք ամենալուսավոր ու սպասված պահից։ Նարէն և Հայկը հանդիպում են իրենց համար ամենախորհրդանշական վայրում՝ գետի ափին։ Սա այն վայրն է, որտեղ տեղի են ունեցել նրանց սիրո պատմության ամենակարևոր, ամենատխուր և ամենաերջանիկ պահերը, և հիմա նրանք կանգնած են նոր, հրաշալի ճանապարհի սկզբին։ Նարէն շնչակտուր և հուզված մոտենում է Հայկին, ձեռքին ամուր սեղմած այն փոքրիկ ծրարը, որը պարունակում է իրենց ապագա բալիկի սեռը։ Հայկն արդեն անհամբեր սպասում էր նրան, և նրանց համատեղ ուժերով ծրարը բացելու տեսարանը վստահաբար սերիալի ամենառոմանտիկ ու անկեղծ պահերից մեկն է։ Այս գետի ափին նրանց սերը վերջապես հաղթանակում է բոլոր տեսակի փորձություններին ու թշնամանքին։ Բայց մինչ այս զույգը վայելում է իր երջանկությունը, Ադամյանների տանը պայթում է իրական ռումբը։ Վռամը, նկատելով, որ դեղերը դադարեցնելուց հետո հոր մոտ այլևս խելագարության նոպաներ չեն նկատվում, և նա համեմատաբար սթափ է, որոշում է վերջապես բացել խաղաքարտերը։ Նա շատ լուրջ և ծանր խոսակցություն է սկսում Սաքոյի հետ Արմոյի հրեշավոր գործողությունների վերաբերյալ։ Վռամը փորձում է հասկանալ, արդյոք Արմոն այնտեղ ապրելու շրջանում փաստաթղթեր է տվել հորը ստորագրելու։ Ինչպես և սպասվում էր, Սաքոն վստահորեն բացասական պատասխան է տալիս, քանի որ մահացու դեղերի ազդեցության և նոպաների ժամանակ կատարվածը պարզապես ջնջվել է նրա հիշողությունից։ Իսկ Արմոն դատարկ թղթերը ստորագրել է տվել հենց այդ անգիտակից վիճակներում։ Եվ այստեղ Վռամը հասցնում է վերջնական հարվածը։ Նա հայտնում է հորը, որ Արմոն արդեն հասցրել է վաճառել իրենց ողջ ունեցվածքի և բիզնեսի կեսը։ Սաքոյի համար սա պարզապես շոկ չէր, սա սեփական կայսրության փլուզման արձանագրումն էր։ Նա հասկանում է, որ այսքան տարվա արյունով ու քրտինքով ստեղծածը վայրկյանների ընթացքում հօդս է ցնդել, և թե ինքը, թե իր ընտանիքը կանգնած են փողոցում հայտնվելու անդունդի եզրին։ Սաքոն չգիտի ինչ անել իրավիճակը փրկելու համար։ Բայց այս ծայրահեղ հուսահատության մեջ նրա մտքում արթնանում են Նարեի խոսքերը։ Նարեն խնդրում էր հորն ապաշխարել, մաքրել հոգին և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում ցավ է պատճառել։ Գիտակցելով, որ կորցնելու այլևս ոչինչ չունի, Սաքոն դիմում է աննախադեպ քայլի, և հենց այստեղ էլ իրականություն է դառնում մեր այն վերլուծությունն ու կանխատեսումը, որն արել էինք դեռևս 1 ամիս առաջ։ Սաքոն գնում է Լալայի մոտ։ Նա կանգնում է իր երբեմնի թշնամու առաջ ու անում անհավանական խոստովանություն, ասելով, որ Նարեից իմացել է Լալայի երեխայի կորստի մասին և եկել է օգնության ձեռք մեկնելու։ Լալայի ապշանքն ուղղակի անսահման է։ Նա քարացած նայում է Սաքոյին, չկարողանալով հավատալ իր ականջներին, որ այն մարդը, ով ավերել է իր ողջ կյանքը, այսքան տարի անց պատրաստ է իրեն ամենամեծ լավությունն անել։ Այս քայլով Սաքոն ոչ միայն փորձում է մաքրել իր խիղճը, այլև հնարավոր է հզոր դաշնակից է փնտրում սեփական մեղքերի թողության ճանապարհին։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, կկարողանա Սաքոն իսկապես օգնել Լալային գտնելու իր բալիկին և դրանով փրկել իր հոգին, թե Լալան երբեք չի վստահի իր գլխավոր թշնամուն։ Իսկ ինչ եք կանխատեսում Նարեի և Հայկի ծրարի վերաբերյալ։ Աղջիկ, թե տղա է ծնվելու մեր սիրելի զույգի ընտանիքում։ Անպայման գրեք ձեր ամենահամարձակ ենթադրությունները մեկնաբանություններում։ Մենք ուշադիր կարդում և անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։